Արդյոք ինչ կարգավիճակով է Հայաստանը անդամակցում խորհրդին։ Կարևոր է, որ Հայաստանը անդամակցում է հիմնադիր անդամի կարգավիճակով, իսկ հիմնադիր անդամի կարգավիճակը որոշ առավելություններ է ընդհանրում համեմատած շովորական շարքային անդամի հետ։ Մասնավորապես հիմնադիր անդամները որոշելու են օրակարգը եւ կանոնները, կազմակերպության։ Բացի այդ, հիմնադիր անդամները պարտադրված չեն անդամավճար վճարելուց, այն անդամ պետությունները, որոնք ավելի ուշ կանդամակցեն, հավանաբար նաև այդ ժամանակավոր անդամակցության համար պետք է վճարեն, իսկ մշտական անդամները, ինչպես գիտենք, 1 միլիարդ դոլար պետք է վճարեն։ Բացի այդ, նոր անդամները պետք է աշխատեն այն կանոններով, որոնք արդեն մշակվել են հիմնադիր անդամների կողմից։ Այդ իմաստով դա իհարկե առավելություն է։ Բացի այդ, հիմնադիր անդամները ներկայացված են լինելու խորհրդի մշտական կազմի մեջ երկրների ղեկավարների դեմքերով եւ իրավունք են ունենալու ձայների 2/3-ով որոշում կայացնել նոր անդամների ընդունելու կամ եղած անդամներին վտարելու վերաբերյալ։ Նախագահը խորհրդում ունի վետոյի իրավունք, այսինքն որոշումը նա է վավերացնում, բայց անդամ երկրները վետոն շրջանցելու, հաղթահարելու հնարավորություն ունեն ձայների 2/3-ով եւ Հայաստանը այդ պետություններից մեկն է լինելու։ Դա իսկապես որոշ իմաստով առավելություններ է ենթադրում, բայց պետք է հիշեցնեմ, որ դա ընդամենը 3 տարով է, քանի որ դրանից հետո հազիվ թե Հայաստանը իր պետական բյուջեում հայթայթի ավելնորդ 1 միլիարդ դոլար, որպեսզի դառնա մշտական անդամ։ Արդյոք այնպիսի տպավորություն է, որ խորհրդի կազմը ավելի համեստ է, քան այն կցանկանար տեսնել Թրամփը։ Այո, ամերիկացիները հավանաբար կցանկանային ավելի ծանրակշիռ պետություններ տեսնել այդ Ատյանի կազմում, թեև տեղեկություն կար այն մասին, որ աշխարհի 35 պետությունների ղեկավարներ իրենց համաձայնությունը տվել են անդամակցելու, այսօր արարողությանը ստորագրեցին ընդամենը 21-ը, օրինակ կան երկրների ղեկավարներ, ինչպիսին է օրինակ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն, ով հաստատել է իր անդամակցությունը, բայց նրան Դավոս չեն հրավիրել։ Ընդհանրապես իհարկե ծանրակշիռ մեծ լուրջ պետությունները այդքան շատ չեն այդ 21 ստորագրած պետությունների թվում, օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից ոչ մի պետություն չի միացել։ Մեծ ութնյակի անդամ պետություններից ոչ մեկ դեռ համենայն դեպս չի միացել։ Նու Կանադան հավանաբար կմիանա, համենայն դեպս այսօր չէր ստորագրել։ Միջուկային ակումբի անդամ պետություններից ընդամենը մեկը Պակիստանն է։ Մեծ 20-յակի անդամներից ընդամենը մեկը Սաուդյան Արաբիան։ Դրա փոխարեն ոչ մեծ, բայց հարուստ ծոցի երկրներն են մասնակցել, Բահրեյնը, Քաթարը, Էմիրությունները, հավանաբար նրանք կդառնան նաև մշտական անդամ, քանի որ 1 միլիարդ դոլար վճարելը կարծում եմ իրենց համար մեծ խնդիր չէ, իսկ արևմտյան Եվրոպայի երկրներից, օրինակ Եվրամիության հիմնադիր անդամ պետություններից միայն մեկն է ստորագրել, միայն Բելգիան։ Դե անդամ պետություններից Բուլղարիան եւ Հունգարիան ստորագրել են, դա միանգամայն սպասելի էր, բայց գերտերություններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան դեռևս չեն շտապում, իսկ Ֆրանսիան արդեն հաստատել է, որ մտադիր չէ որևէ առնչություն ունենալ մի կառույցի հետ, որի անդամ է լինելու Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը, եւ անգամ Դոնալդ Թրամփի համար այդպիսի լոյալ առաջնորդներ, ինչպիսիք են օրինակ Իտալիայի վարչապետը կամ Լեհաստանի վարչապետը, անգամ այդ պետությունները նույնպես չեն շտապում անդամակցել այդ կազմակերպությանը։ Մի քանի պատճառ կա։ Պատճառներից մեկը այն է, որ մտավախություն ունեն, որ այդ նոր ստեղծվող կազմակերպությունը կխաթարի Խանգարի ՄԱԿ-ի կառույցների գործունեությանը, ինչ որ զուգահեռ աշխատանք իրականացնելով, եւ բացի այդ որոշ պետությունների համար կարծում եմ նաեւ խոչընդոտ է այդ 1 միլիարդ դոլարը, որը հիմա շատերի համար եւս խնդիր է։ Արդյոք Ռուսաստանի նախագահի անունը հիշատակեցի, արդեն հստակ է, որ Ռուսաստանը կմիանա։ Չի հաստատել Վլադիմիր Պուտինը, բայց այսօր հետաքրքիր տեղեկություն եկավ Կրեմլից, ուր այսօր Վլադիմիր Պուտինը բանակցություն է ունեցել Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ եւ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն նրանք քննարկել են նաեւ
խաղաղության խորհրդի դերը Գազայում խնդրի կարգավորման հարցում եւ նաեւ այսօր Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է $1 միլիարդ ներդնել Գազայում ռեաբիլիտացիոն աշխատանքներ իրականացնելու համար։ Կարծում եմ պատահական զուգատիպություն չէ, որ խոսքը գնում է հենց $1 միլիարդ մասին։ Հենց այդքան է Թրամփը առաջարկում վճարել մշտական անդամության համար այդ խաղաղության խորհրդում։ Եվ ավելին Վլադիմիր Պուտինը ակնարկել է, որ Ռուսաստանը ցանկանում է Գազային այդ $1 միլիարդ հատկացնել Միացյալ Նահանգներում Ռուսաստանի այն սառացված գումարներից, որի տնօրինելու հնարավորություն այժմ Ռուսաստանը չունի։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև այժմ գաղտնի բանակցություններ են շարունակվում Միացյալ Նահանգներում ռուսական սառացված ակտիվների մի մասը վերաբացելու հարցի վերաբերյալ այն պայմանով, որ Ռուսաստանը այդ գումարից $1 միլիարդ կուղի Գազա եւ կանդամակցի խաղաղության խորհրդին։ Քանի դեռ Ռուսաստանը իր վերջնական խոսքը չի ասել, արևմտյան գերտերությունների ղեկավարները նույնպես շարունակում են լռություն պահպանել եւ չեն շտապում իրենց որոշումը կայացնել։ Շնորհակալություն, Արտյոմ։